կգործի, մենք գիտենք, որ դեռևս մեկ կազմակերպություն, արտադրողին դենված կազմակերպություն է միայն գործում, այսինքն ինքնակազմավորված, ոչ այսպես պարտադիր կերպով, էկոփակն է, այս ենթատեքստում ինչպիսի հանդիպումներ ու քննարկումներ են ձեզ մոտ ընթանում կազմակերպությունների, ընկերությունների եւ ներդրողների հետ, որպեսզի այդ գործընթացը, այդ անցումը եւ նախատեն պետք է որոշակի վճարումներ իրականացնեն, այդ գործընթացը ինչպես ընթանա, ինքը առանց խոչի լոտների ընթանա եւ ավելի հեշտ ներդրվի օրենքը, նաեւ թափոնների մասով նշեցիք, որ հաջորդ տարվանից արդեն այդ պլաստիկ թափոնը չէ, պլաստիկը վաճառքի կետերում չի լինելու, նաեւ դրա հետ կապված ինչ որ քննարկումներ արտադրողների, վաճառողների հետ ընթանում են արդեն թե ոչ, որովհետեւ այդ անցումը կրկին բավականին բարդ է լինելու հաշվի առնելով մեր նախորդ փորձերը։ Առաջին հարցին անդրադառնամ։ Ես հանդիպումներ ունեցել եմ որոշ տնտեսվարողների հետ կամ ասոցիացիաների հետ, որոնք ներկայացնում են մի խումբ տնտեսվարողների, դրանք հրապարակային են եղել, ներկայացվել են իմ հանդիպումների մասին, նաև եղել են պրես ռելիզներ։ Մոտ 2 շաբաթ առաջ հավանաբար առանձին եւ շատ մանրամասն քննարկում եմ ունեցել նախագծի ծրագրի վերաբերյալ հանդիպում եմ ունեցել մեր գործընկերների հետ, ովքեր մեր հետ համատեղ մշակում են ծրագիրը։ Այն ինչ ինձ է ներկայացվել, ես տպավորություն եմ ստացել, որ երևի 90%-ով պատրաստ է նախագիծը։ Իհարկե մենք որոշ դիտարկումներ ունեցել ենք եւ խնդրել ենք, որ վերանայվեն մոտեցումները։ Եվ աշխատանքները ավարտելուց հետո իհարկե հարցով առանձին քննարկումներ մենք կազմակերպենք մինչև վերջնական օրենքի նախագծի ներկայացնելը։ Իսկույն բավականին աշխատանք արվել է այս ընթացքում։ Երկրորդ հարցի հետ կապված ասեմ, որ ինչպես իմ խոսքում նշեցի, պոլիէթիլենային տոպրակների կամ մեկակամյա օգտագործման պլաստիկի հարցը հանրապետություն քննարկվել է տարիներ շարունակ։ Եվ եղել են միջանկյալ լուծումներ, օրինակ միկրոնների, տոպրակների, նոր սահմանափակումներ, նոր ձևաչափեր, որոնք ընդհանրապես ընդունված պրակտիկա են եւ այդ միջանկյալ լուծումները նրա համար են, որպեսզի ազդակ տան մասնավորին։ Մասնավորի հետ նախարարությունում եղել են շատ քննարկումներ։ Մենք առանձին քննարկումներ ենք ունեցել էկոնոմիկայի նախարարության հետ եւ ես կարծում եմ, որ սպասված նախագիծ էր, որովհետեւ անակնկալ բան տեղի չի ունեցել, տարիներ շարունակ, առնվազն 5 տարի սրա մասին մենք խոսել ենք, եւ այս ընթացքում ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն իսկ ձևավորվել են այլընտրանքային տարբերակներ։ Օրինակ թղթե տարբերակները հիմա շատ տեղերում կիրառելի են եւ որոշ տնտեսվարողներ արդեն իսկ կամավոր սկզբունքով անցում են կատարել, հատկապես ուրախությամբ նշեմ, որ շատ հյուրանոցներ են անցում կատարել եւ վերջից տեղեկացա Green-Key լիցենզիա ստացել հյուրանոցներից մեկը, մենք աշխատում ենք հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի իրանք նաեւ մեզ որպես միջնորդ հանդես գան նաեւ հյուրանոցների հետ կապված խնդիրները, որովհետեւ շատ ցանկալի կլինի, որ հենց կոպի հյուրընկալման ժամանակ Հայաստանի Հանրապետություն հնարավոր է շատ օրինակ հյուրանոցներ անցում կատարածնեն առանց պլաստիկի օգտագործման սկզբունքներին։ Մի խոսքով այլընտրանքները կան, շուկայում արդեն իսկ խնդիր պետք է չլինի։